Թուրքիան էլ է հայկական, ամեն ինչն է հայկական։ Թուրքիա մի արեք հանձնեցին Ադրբեջանի հայկականներ։ Եթե Արցախ հայկականներ ինչի հանձնեցին ձեզ մոտ որպես ոչ նիկոլական։ Ով հանձնեց։ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը չհանձնեց, որ 30 տարի երկիրը քանդեցին։ 30 տարի քանդել են, բայց չեն հանձնել։ Միայն քանդել, ոչ Որտե են հանձնել։ պատերազմ չկար։ Այդ Ալիևը դեռ պատրաստ չէ։ Մենք հարգանքով ձեր հանդեպ Պրագայում գիտեք, չէ՞, Պրագայում եղել է թուղթ, որը ստորագրել են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի ամբողջականություն։ Գիտեք, ես արտասահմանում եմ ապրում։ Մի երկիր չկա Շվեյցարիայում։ Մի երկիր չկա, որ չասի, որ այդ ադրբեջանական։ Ձեր մոտ տեղ մենք էլ գանք ապրենք։ Հա։ Բայց չեք գալիս Հայաստանի Հանրապետությունում ապրել, լավ ապագա չկա ստեղ։ Տիկին ջան, մի անհամ կա, չէ ապագա։ Գիտեք, մեր հայրենիքն գալու ապրեք։ Մշտական։ Ես չեմ հասցնում։ Դուք եկել եք Արցախ։ Արդեն չեմ հասցնում։ Ինչա ձեր անունը։ Չէ, Սվետլանա, ես գալիս եմ 2 անգամ տարվա մեջ, որտեղ մենք ամեն ինչ ունենք, բնակարան ունենք, եւ թորնիկները, ծուռնիկները։ Որտեղ է ձեր բնակարանը։ Կենտրոնում, հա։ Կասկադ։ Գիտեք, որ ձեր բնակարանը 26 թվականի հունվարի 1-ից 100%-ով գույքարկը թանկացնելու են։ Եթե չեք կարողանում պետք է վաճառեք գնաք մարզերում ապրեք։ Արդեն թանկացրել։ Բա լավ չի։ Շատ լավ է։ Պիտի Սվետլանա, մի բան հասկանա, քանի տարի է որ ապրում եք դրսում։ Ոյ, շատ սովետական դեր ժամանակ։ Այսինքն երեխաների թորներդ են տեղեք։ Այո։ Բավ դրսում ապրել եք, դուք ստեղ չգիտեք, ստեղի մաշկը, մարդիկ իրենց մաշկի վրա ինչեր են զգացել, հա։ Չգիտեմ, ո՞նց է գնահատում։ Թալանել են, չեն թալանել։ Տարիներ անգամ գալու, մենք տարիներ անգամ Եվրոպայի։ Գալիս եմ եւ Конечно, պետք է իդիոտ լինես, որ չհասկանաս ինչա կատարվում։ Ես էլ մի անգամ Շվեյցարիայում եմ եղել։ Ձեր կարծիքով կարող եմ կարծիք կազմել Շվեյցարիայի մասին, ինչպիսին է, չեմ կարող։ Շատ լավ հրաշալի բնություն ունեն, լավ քաղաքներ, փողոցներ։ Որտեվ իրանք սիրում են իրանց երկիրը։ Մենք չենք սիրում։ Մենք չենք սիրում, որտեվ նայեք այդ աղբը, որ օրինակ դուք սիրում եք, թե չեք սիրում եր երկիրը։ Ես շատ եմ սիրում։ Բայց ինչ չեք գալիս ձեր երկրում ապրեք։ Որտեվ ես մենակ եմ այստեղ։ Չեմ կարող ամբողջ ընտանիքը վերցրեք, եկեք։ Ձեր ընտանիքը չի սիրում։ Ձեր հարազատները չեն սիրում մեր երկիրը։ Այդ սխալ հարցադրում է։ Չէ, ախր բոլորը թողնում գնում եք, հետո չեք գալիս այստեղ։ Ոչ, իմ տղան քիրուրգ է, կարդիոխիրուրգ, եւ ինքը աշխատել է վերջի պատերազմի ժամանակ միջև վերջի վարկյանը, որ ասել են թողեք գնացեք իր հիվանդը սեղանին, որ թողներ գնար պետք է ամպուտացիա։ Իմ մոտ ընկերն էլ ռազմական բժիշկ է եւ գնացել է 2 ձեռքով միաժամանակ Գորիսում վիրավոր է վիրահատել։ Ինչով է, բայց ու այստեղ է ապրում։ Աշխատել է։ Այդ չի նշանակում, եթե այստեղ չի ապրում, ուրեմն կամ պատրիոտ չի կամ բան չի։ Կյանքը տենց է ստեղծել, որ համամիտ որ Արցախը հանձնեցին Ադրբեջանին, նվիրատվություն արեցին։ Իսկ որ հայը համաձայն է ձեր կարծիքով։ Նիկոլ Փաշինյանը։ Արցախը նվիրել են Ադրբեջանին։ Ով է ասում։ Բոլոր հայերը։ Ով է նվիրել։ Կներեք, ձեր տղան իր գործադրած ջանքերը չի ափսոսում, որ եկել է այստեղ Արցախի համար արյուն թափած զինվորների կյանքն է փրկելու, հետո այդ Արցախը չկա։ Այնտեղ այնքան հիասթափված էր ամեն ինչից, այս պատերազմից, այս անկազմակերպությունից, ամեն ինչից հիասթափված էր միջև այստեղ։ Այսինքն Փաշինյանից ու իր իշխանությունից է հիասթափված եղել։ Գիտեք, իշխանությունից էլ ամեն ինչից, բայց երկիրը պետություն իշխանություն չի կարելի խառնել, понимаете։ Սրանք խառնք, այդ պետությունը այդ իշխանությունն է ղեկավարում։ Բանը անցած նախորդ իշխանության ներողություն։ Ես օրինակ դուք դեմ եք, չէ՞։ Хорошо։ Մենք վաղը տապալեցինք Փաշինյանին։ Ում եք։ Այդ Սերժ Սարգսյանին որ տապալեցիք, ում բերեցիք Փաշինյանին։ Չէ, ես հարցնում եմ։ Նիկոլին տապալեք, մի Նիկոլի էլ ուրիշ։ Ես հարցնում եմ, չգտնվի։ Այսօր տապալեցիք, չէ՞։ Ում եք ուզում։ մի մարդ տեսնում եք, որ գա նստի այնտեղ։ Սերժ Սարգսյանին որ տապալեցիք, ում եք ուզում։ Ում եք տեսնում։ Ում ասես, բայց ոչ իրան։ Ոչ Նիկոլին։ Դրա համար մենք դրա համար մենք սխալվեցինք։ Ես առօրյայինների գոյն միտինգներում եմ։ Հողատու են ասում, դավաճան են ասում, այ մենք մեր երկրում վարչապետ ենք ընդունել մեկին, ում հողատու են ասում, դավաճան, թուրք են ասում, ու ինքն էլ ասում է, ես չեմ վիրավորվում, որ ինձ թուրք են ասում։ Հանդուրժում եք։ Ես ձեզ մի բան ասեմ, ինձ համար Նիկոլը ընդհանրապես գոյություն չունի, բայց ժողովուրդը իրան ընտրել է, հասկանում եք, չի կարելի հիմա խառնել արյուն թափել որ փոխել։ Պետք է օրենքով փոխել, понимаете իմ ասածը։ Օրինակ դուք ում հարցնում եք։ Որ պետք է արյուն թափել, Բա հենա, բոլորը այդ են ասում։ Հենց հիմա գնանք, բայց ում վերեք։ Էլի մի տենց աֆերիստը պետք է գա, վայ։ Եկեղեցուն չենք հարկոցում։ Եկեղեցուն չենք հարկոցում։ Եկեղեցականներին են։ Այդ շատ մի սարդ։ Դուք զգացում եք, որ դեմ եք այս իշխանության ու Նիկոլ Փաշինյանին, բայց մի տեսակ իր թեզեն եք տարածում, էլի նույն բաներն եք կրկնում։ Չէ, ես 30 տարի թալանեցին, բան, եկեղեցու չեն թալանել։
Հա, միջև մի թալանում են, եթե այդպես է։ Հիմա թալան չի, հա։ Կարող է կա, ես տեղյակ չեմ, բայց կարող է կա, բայց ես ուզում եմ ասել, որ չի կարելի անօրեն, եթե ուզում եք դեմոկրատիկ, նորմալ երկիր բան անեք, չի կարելի Տեսեք, դեմոկրատական նորմալ երկրում չի կարելի այդ ձևով արուն թափելով եսիմ չի կարելի տենց ինձ թվում է իր կարծիքը ասելու համար հիմա այդ Հա, հիմա բանտում է։ Դա դեմոկրատական է։ չէ, այդ другое дело ես Տեղյակ եք օրինակ Սամվել Կարապետյանը ինչքան գործեր արել Հայաստանի համար, Ինչ արել է, մի հատ ասեք։ Հա մի հատ говорят գոսպիտալ է կառուցել։ Իսկ քիչ է, մի վիճակեն, համարենք այդ մի գոսպիտալն է կառուցել, քիչ է։ Էնել չէ աշխատել ասում Ո՞վ չի աշխատել։ Բայց պատերազմի ժամանակ որտեղ են բանը։ հիվանդանոցները Ստեփանակերտի կարող է Այս առևտրի կենտրոնը գիտեք ինչքան փող է բերում, ինչքան աշխատատեղ է ստեղծել, օրինակ այս առևտրի կենտրոնը։ Ինչքան փող է բերում։ Չէ, դե պարզ է, որ ներդրում ես ոնց չես պետք է փող բերի, բա բիզնեսի մեջ է։ Բայց դուք մի ասեք, որ ինքը եսի ինչա, մի ասեք։ Ես ոչ մեկի նկատմամբ ես համարում եմ, որ դուք պետքա ամբողջ պրոգրեսիվնի սիլы, как это, ամբողջ առաջադեմ հայրենասեր Ում եք տեսնում դուք այդպես։ Եթե որ ես չեմ տեսնում, ես չեմ Հիմա Սամվել Կարապետյանին հայրենասեր համարում եք։ Հիմա Ինքն է ավելի հայրենասեր թե ձեր որդին օրինակ։ ինքը իհարկե իմ որդին է, որտեվ ինքը գնացել էր իր կյանքը ու ինչքան Ուր է գնացել։ Տեսեք, Ստեփանակերտ աշխատելու, տեսեք, շատ լավ։ Սամվել Կարապետյանն էլ թե այստեղ է ներդրումներ արել, թե Ստեփանակերտում, թե գալիս գնում է Հայաստան։ Ձեր որդին այստեղ չի ապրում, հակառակը Շվեյցարիայից է։ Թողենք հանգիստ Կարապետյանին։ Մի բան ինձ ասեք, հիմա մի տարի է մնացել, որ ընտրություններ։ Գալի այդ մի տարին հավաքվեք բոլորը, այտենց որ սիրում եք հայրենիքը, որ խելացի մարդիկ եք, ու մի երկու գոնե տեխնացու, որ ժողովուրդը իմանա ում համար գնա։ Օրինակ ձեր որդուն կարող եք հրավիրել դառնա տեխնացու։ Ինչի։ Ձեր որդին Դե գա այստեղ քրկի երկիրը։ ինքը այստեղ աշխատի։ Իր երեխաները ընդեղ են ծնվել, ինքը ընդեղ է մեծացել, ընդեղ է Բայց իր հայրենիքը այստեղ է, իր հայրենիքը սա Բայց է։ կյանքը տենց է, որտեվ իմ ամուսինն աշխատում էր միջազգային Всемирная организация здравоохранения, առողջապահության։ Ես աշխատում էի Организация Объединенных Наций։ Դրա համար երեխեքս ընդեղ են մեծացել, ընդեղ են ամուսնացել, ընդեղ են Չեն պատրաստում գալ Հայաստան, մայր հայրենիք։ ապրելու, իհարկե չէ։ Ամբողջ կյանքը ընդեղ է։ Դուք ծնունդով եք իրենց հայրենասեր ասել։ Անշուշտ, որտեվ իրանք այնքան բան են արել, այնքան բան են արել հայրենիքի համար, որ սեղ ամենավոր լեզուն 3 մետր բացմա 10 ոչ մի քանակը չի արել։ Իմ աղջիկս երկրաշարժի օրից, տղաս երկրաշարժի օրից միջև հիմա ինչքան կարան օգնել են ու անել են ու դեռ պետք է անեն։ Տիկին ջան, եթե բոլորը գնան, բայց հերվից անեն, այստեղ մարդ չմնա, օրինակ ոնց եք պատկերացնում։ Բոլորը չի գնա երբեք։ Ես ձեզ մի բան հայրենասերները կմնան։ Օրինակ դուք երբեք չկար, ոչ ոք չի կարող պատասխանել։ Ում եք դեք տեսնում Փաշինյանի փոխարեն։ Ես քաղաքական գործ չեմ ասա։ Ահա, ամենք այ Հայաստանում քդ ունեք հիմա ասեք, միանուն լիքը երիտասարդներ կապ ունի։ շատ կա։ Բա ուր են։ Ես ձեր որդուն եմ տեսնում։ Ես ձեր որդուն եմ տեսնում։ Այս լիճը, ծունը, սարը, կեղտը, տանկ պրսնենք, այդտենց Ով չի մարդիկ, որ մեր հողերը Ես չես հասկանում։ Բայց դուք ունեք, դուք չեք հասկանում, որ չունենք մնաս է ստանում դուք հասկանում եք, որ օրենքով չի կարելի։ Օրենքով ամեն մարդ իր կարծիք ունի։ Օրենքով պետք է օրենքով այս իշխանությունը փոխել։ Всё։ Ձեզ առողջություն եք մաղթում։ Մերսի, անպայման կգամ Բայց իրոք չեք ընտրին կարծիքով։ Էլի կուզենակ որ իրանք շարունակեն։ Ուսումա իր տեխնացությունը չէր լինի։ Լինել է։ Չի լինի։ Եթե լինի կընտրել։ Հենց չեղավ ես։ Երբեք, եթե ուրիշ կանդիդատ լինի, եթե Սերժ Քոչարյան կյանքում։ Իսկ եթե Սերժ Քոչարյան լինեն, էլ իրան եք ընտրելու։ Իրանցի նադու։ Հիմա գիտեք ինչ է ստացվում, որ 3 ուժ կա՝ Սերժ Քոչարյան եւ Փաշինյան, բայց նորմալ ուժ չկա։ Ոնց որ Սերժ եք ասում, Քոչարյանն ու Փաշինյանն ազգանունով։ Դե որտեղ նրանց անունները չունի։